Նիկոլ Փաշինյանի իշխանության նելու 7-8 տարիների ընթացքում ես տեսել եմ, որ Նիկոլ Փաշինյանը ասում է մի բան եւ չի կատարում, իր խոսքերը սուտ են, չկա ոչ մի բան, որ ինքը ասել է եւ կատարել է։ Սուտը շատ է, բայց միաժամանակ ես տեսնում եմ, որ Ալիևը ինչ որ ասում է, կատարում է։ Կամ ինչ որ ասում է, իր մոտ դու կարող ես կասկածանքով մոտենաս իր ասածին, կարող է հեչ դուր չգա, որտեվ քո ինքնության դեմ բաներ է ասում, բայց տեսնում ես, որ ճիշտ է ասում ինքը, որտեվ իր ասածը ինքը կատարում է։ Այստեղ խնդրեմը մեր համոզելու, որտեվ համոզվելու համար ժողովուրդը պետք է տեղեկացված լինի։ Երբ որ ինքը այս երկու պատկերները, բայց մեր ժողովուրդը ինչպես որ ես եմ սա անում, այսպես չեն անում։ Իրենք բեսեդկայի մակարդակով են մտածում, բայց երբ որ դու գոնե այսպես անես, մի հատ վերցնես մի թուղթ, մեջտեղից գիծ քաշես եւ դնես Նիկոլը ինչ է ասել եւ ինչ է արել, մյուս կողմը դնես Ալիևը ինչ է ասել եւ ինչ է արել։ Եվ եթե դու այդ դնես այդ սև ու սպիտակի վրա, այդ թղթի վրա այդ երկու կողմը, կնկատես, որ Նիկոլը արել է այն ինչ որ Ալիևն է ասել, Նիկոլը այն ինչ որ ասել է որ կանի, չի արել, Ալիևը ինչ որ ասել է որ պետք է անի, արել է։ Սա երբ որ դու դնում ես սև ու սպիտակ թղթի վրա, աչքը տեսնում է, այ դու արդեն քեզ համոզում ես։ Բայց դժբախտաբար ես ինչքան էլ որ սա ասեմ, եթե հայ մարդը այդ չանի ինքը, դա անպայման թղթի վրա պետք չի անի, մտային է կարող անի։ Եթե ինքը հիշողության այնքան լավ է ու կարող է մտքով 10 բան շարի այս կողմը, 10 բան շարի դիմացի կողմը ու հայեմատի գալու է նույն եզրակացության։ Փաշինյանը երևի այդ հաստատ չի կարդացել Վիլսոնյան Հայաստանի ստեղծման պատճառների մասին, որովհետև երբ որ Վիլսոնյան մանդատը ստեղծվում էր, այնտեղ մի շատ կարևոր անգլերեն բառ կա, որը հայերեն ես թարգմանեմ viable state, կենսունակ պետություն։ Երեք պետությունները կարող են լինել կենսունակ եւ ոչ կենսունակ։ Երբ որ պետությունը կենսունակ չի, ինքը պետականությունը կորցնում է։ Նույն քառակուսի մետրը Շվեյցարիայի կարող է կենսունակ պետություն լինել, բայց դու տեղափոխես այդ քառակուսի մետրը տնես միջին արևելքում, ծով չունեցող տարածքում կենսունակ չի լինի, երբ որ նա շրջապատված է թշնամիներով։ Ինչու էին Վիլսոնյան մանդատի քարտեզները եւ բաները այդպես արվել, որովհետեւ դա էր դրված հարցը, որովհետեւ Հայաստանը պետք է լինի կենսունակ պետություն, պետք է ունենա ելք ծով։ Եվ հիշեցնեմ ես մեր լսողներին, որ նախնական Վիլսոնյան մանդատը կամ քարտեզներում կար նաեւ Կիլիկյան, բայց քանի որ Եղեռնի ժամանակ Կիլիկյան դատարկվեց եւ հայ չկար, Վիլսոնը հասկացավ, որ չի կարող դա հիմա միացնել, որտեղ նա հայ չի մնացել, բայց արևմտյան Հայաստանում կամ արևելյան Թուրքիայում դեռ հայերը շատ էին։ Դրա համար ինչ արեց Վիլսոնը, վերցրեց եւ Կիլիկյան դրեց ֆրանսիական մանդատի տակ անպայմանով, որ չեմ հիշում 10 տարի թե 20 տարի հետո պետք է տրվեր Կիլիկյան ֆրանսիացիների կողմից Հայաստանի Հանրապետությանը, որը լինելու էր Վիլսոնյան այսպես ասած բանը, որտեղ 20 տարի հետո արդեն Հայաստանը կարող էր Կիլիկիային էլ տեր կանգնել, բայց 18 թվին, 16 թվին չէր կարող Կիլիկիան։ Սա ինչի ասցի viable, ես այստեղ viable state-ի հարցն էի ուզում բերել, որ Հայաստանը այսօրվա Նիկոլ Փաշինյանի հետ ժեշտի կտորը բռնած բանով, քարտեզով, իրական ասած Հայաստանով viable state չի։ Նա կարող էր այդ Հայաստանը սովետական միության մաս կազմող վարչատարածքային միավոր լինել եւ գոյատևեր եւ Հայաստանում մատենադարան սարքեին, չեմ անում, օդանավակայան անեին, սովետի հովանավարչության տակ, բայց որպես անկախ պետություն Հայաստանը չի կարող լինել
կենսունակ երկիր։ Սա նույնիսկ եմ ասում, ես չեմ ասում, սա դեռ 15 թվին Վիլսոնյան մանդատի մասնագետները եւ այդ քարտեզները գծում էին եւ որ Տրաբզոնը տվեցին Հայաստանին, որը պատմական հայկական հող չէ, եկեք հիշենք սա, հա, Տրաբզոնը պատմական հայկական հող չէ, բայց տվեցին Հայաստանին ինչի համար, որպեսզի viable state լինի, որ կենսունակ լինի։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այդ ժեշտի կտորը բռնելով ասելով սա իրական է, նա անտեսում է այս աքսիոմա ասեմ բնական բանը, որ դու չես կարող բնության դեմ պայքարես, դու չես կարող այդ մարդկանց, եթե թուրքը քո հողում է ուզում ապրել, Գյոքչայում է ուզում լողանալ, եթե Երևանում է ուզում մզգիթ կառուցել նոր եւ հիներն էլ վերականգնել, 300,000 էլ ադրբեջանցի է ուզում բերել, դու սա նույնիսկ եմ ասում, շնորհակալ եմ, որ Ալիևը այս բաները ասում է, նա տալիս է ինձ զենք, որով ես կարամ իր դեմ պայքարել, բայց եթե մեր չասեմ, այստեղի իմակվա ղեկավարությունը սա անտեսում է եւ նորից խաղաղության դրոշակը, սպիտակ դրոշակը բարձրացնելով կարծում է ամեն ինչ լավ կլինի։ Ինչ ասեմ, մեր ժողովուրդը իմ կարծիքով իմաստուն է։ Ալտերնատիվը ո՞րն է։ Ինչի կառաջարկում։ Ալտերնատիվը առաջարկի համար պետք է առաջերտին այս իշխանությունները չլինեն, որովհետև այս իշխանությունների օրոք ոչ մի ալտերնատիվ չկա։ Սա է իրենց ալտերնատիվը, իրենք ուրիշ ալտերնատիվ չեն նայում։ Հետևաբար պետք է այս իշխանությունը չլինի, ինչ պայմաններում դա էական չէ, ով կգա դա էլ էական չէ, երբ որ Նիկոլ Փաշինյանը մերժում էր Սերժին, ինքը ասում էր, թե ինչ պիտի անի, բայց ինչպես խաբեց ժողովրդին, չարեց դա, որտեղ մերժի Սերժինը ոչ թե Սերժն է իր մերժում, այլ թե Սերժիզմն է իր մերժում, իզմը պետք է ավելացնենք վերջի, իսկ ինչ է Սերժիզմը, Սերժիզմը 30 տարվա այդ նույն սիստեմն էր, դու հետեւաբար երբ որ մերժում էիր Սերժին, Սերժի կարած կոստյումը պետք է չհագնեիր, սահմանադրությունը, դու պետք է այդ համակարգից դուրս գայիր նոր համակարգ մտնեիր, պետք է տարանջատեիր ուժերը։ Այսինքն դուք պայմաններն եք ասում, այն ալտերնատիվն եք ասում։ Ալտերնատիվը պետք է եթե այս իշխանությունը չլինի, պետք է փոխել պետք է ժամանակավոր կառավարություն պետք է ստեղծվի անցումային, որի նպատակը պետք է լինի անցումային ինչ է, դու մի սիստեմից մյուս սիստեմին ես անցնում։ Մենք երբևիցե սովետական սիստեմից դեպի դեմոկրատական, ժողովրդական սիստեմ չենք անցել։ Մենք այսպես մեջտեղը հա խաղացել ենք։ Բաստիոն ենք ժողովրդավարությամբ, բայց ծեծու ջարդով ենք մեր ժողովրդին փողոցներում բանարել։ Ոստիկանությունը համեցացրել ենք, նոր գվարդիաներ ենք ավելացնում։ Սա ժողովրդավարության նշան չէ։ Սա հակառակը բռնապետության նշան է։ Հետեւաբար այս անցումային իշխանությունը պետք է առաջի հերթին այնպես անի, որ իշխանությունը մեկ մարդու ձեռք չմնա։ Մրցակցություն պետք է ստեղծի տարբեր կառույցների միջև։ Պետք է տարբեր կառույցներ անկախ լինեն, չենթարկվեն։ Պետք է այսպիսի խոսք ասողին վարքյանական ձերբակալեն։ Երբ որ ասում է, որ մեկ դատավորն է, որ կարող է իմ ասածը չանի, այդ անձին օրենք պետք է անեն, որ այդպիսի արտահայտություն ասում, պետք է վարքյանական ձերբակալեն։ Բաժբն իսկապես իր առաջ նպատակ է դրել, որպեսզի այդ դիմադրականությունը բարձրացնել, որպեսզի որովհետև մենք ջրբաժանյանք, ինչպես ասացինք, կամ աղետ ենք գնում, կամ Հայաստան չի լինելու, կամ Հայաստան լինելու է մեծ, հզոր եւ բարգավաճ։ Սա է մեր առաջ դրված ճանապարհը։ Մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ սա պետք է։ Մենք կարող ենք հզոր բարեկեցիկ Հայաստան ունենալ այն դեպքում, երբ որ մենք մեր ինքնությունը պահպանենք, դիմադրենք բոլոր այն քայլերին, որը իշխանությունները կամ մեր թշնամիները անում են, որպեսզի մեր դիմադրականությունը գցեն, եւ պայքարն է, որ մեզ կբերի այդ վիճակին։ Իսկ պայքարելու համար շատ գաղտնի չեմ ասելու, այսօր այս աշխարհում ամեն ինչ ֆինանսներով է որոշվում։ Ազգային ժողովրդական բևեռը այն կազմակերպությունն է, որ ամբողջովին հիմնված է
իր ժողովրդի կողմից նվիրատվությունների հիման վրա։ Մենք նվիրատվություն բառը փոխարինում ենք հիմա ներդրում բառով, ներդրում քո ապագայի մեջ, ներդրում քո պետականության մեջ, որովհետև նվիրատվությունը շատ ժամանակ հասկացվում է որպես բարեգործություն, նվիրատվություն է արել 100 որբ է պահել։ Ազգային ժողովրդական բևերը այդ գործի մեջ չէ, ազգային ժողովրդական բևերը դա նվիրատվությունը որպես ներդրում է մեր ապագայի համար որոշում եւ հիշեցնեմ մեր լսողներին, որ ազգային ժողովրդական բևերը միայնակ կազմակերպությունն է Հայաստանում եւ կարող եմ ասել Հայաստանից դուրս, որը դրամավախ է անում քաղաքական նպատակով բաց թափանցիկ առանց ոնց է մի սև գումարներ ստանալու, առանց ոնց է մի գրանտներ օտար երկրա գործակալական կամ ոչ գործակալական, սորոսական կամ ոչ սորոսական գումար եւ երրորդն էլ այսպես կոչված օլիգարխների սև եւ կեղտոտ փողերով չենք աշխատում։